Բարև ձեզ, սիրելիներս, ես ներողություն եմ խնդրում մի փոքր ընդմիջման համար, փոքր բորակույրս էր մարմին թողել եւ բնականաբար ես զբաղված էի այդ գործերով եւ իր մահով նաեւս մեկ անգամ հիշեցրեց կյանքի ունայնությունը եւ հոգեվոր զարգացման կարեւորությունը, որ մարդը ինքը պետք է ճիշտ օգտագործի իր ամենակարևոր ռեսուրսը ժամանակը։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ երկրորդ երգ 9-րդ գլուխ 38-րդ տեքստից։ Շուկադեվը Գոսվամին ասաց Մահարաջա Պարիկշիտին. Տիրոջ գերագույն ազնվորությունը Հարին իր տրանսցենդենտալ կերպարանքով Երևան գալուց հետո ուսուցանելով Բրահմաջիին կենթանի էակների առաջնորդին անհետացավ։ Տիրոջ գերագույն ազնվորության Հարիի անհետանալուց հետո, ով նվիրալների զգայարանների տրանսցենդենտալ վայելքի օբյեկտ է, Բրահման աղոթքի ձևով ձեռքերը ծալած սկսեց վերստեղծել տիեզերքը լի կենդանի էակներով, ինչպես դա եղել է նախկինում։ Այսպես Տեր Բրահման կենդանի էակների նախահայրը եւ կրոնականության հայրը սկսեց հետևել կարգավորիչ սկզբունքներին, ցանկանալով անձնական օգուտ բոլոր կենդանիակների բարօրության համար։ Նարադան Բրահմայի բոլոր ժառանգ որդիներից ամենաթանկը միշտ պատրաստ է ծառայելու իր հորը։ Նա խստորեն հետևում է իր հոր հրահանգներին, իր անբասիր փառքով, հեզությամբ եւ զգայարանների վերահսկմամբ։ Ով արքա։ Նարադան շատ գոհացրել էր իր հորը եւ ցանկացավ իմանալ Վիշնուի բոլոր էներգիաների տիրակալի էներգիաների մասին, քանի որ Նարադան բոլոր իմաստություններից մեծագույնն էր եւ բոլոր նվիրալներից մեծագույնը։ Մեծ իմաստուն Նարադան նույնպես մանրամասնորեն հարցրեց իր հորը Բրահմային ողջ տիեզերքի նախապապուն տեսնելով, որ վերջինս լիովին բավարարված է։ Այնուհետև հայրը Բրահման գոհնակությամբ պատմեց իր որդուն Նարադային նրա ցուցիչ վեդայական գրականությունը, Շրիմադ Բհագավատամը, որը նկարագրված է Տիրոջ ազնվորության կողմից եւ պարունակում է 10 թեվա։ Ով արքա, մեծ իմաստուն Նարադան Շրիմադ Բհագավատամը հաղորդեց անսահման հզոր Վյասադևային, ով Սարասվատի գետի ափի խորացած նվիրված ծառայության տրանսի մեջ մեդիտացիա էր անում Տիրոջ գերագույն ազնվորության բացարձակ ճշմարտության վրա։ Ով թագավոր, բացատրելով քեզ վերը նշված 4 չափածոները, ես մանրամասն կպատասխանեմ քո հարցերին, այն մասին, թե ինչպես է տիեզերքն առաջացել Տիրոջ ազնվորության հսկա կերպարանքից, ինչպես նաև բոլոր այլ հարցերին։ Եվ ուրեմն տեսնում ենք, որ տեքստը ինքը ուղղակի տեղեկատվական է, այս բոլոր տեքստերը, որ մենք ձեզ հետ կարդացինք, նրանք տեղեկատվական են, հա, եւ իր մեջ ոչ մի փիլիսոփայական խորություն չպարունակող տեքստեր են, իրենք ուղղակի ինֆորմացիա են տալիս, ընդհանրապես արիական քաղաքակրթության մշակույթի մասին, հա, թե ասենք ինչպես է հոգևոր գիտելիքը ինքը տեղափոխվում, ինչ կարգով է դա արվում, ինչպես է պահպանվում հոգևոր գիտելիքի մաքրությունը եւ այլն եւ այլն, այսինքն տեխնիկական թեմաներ քննարկվեցին, բայց մշակույթի տրամադրությունների, մշակույթի այդ նրբության մեջ մտնելու համար մենք իհարկե ես կարծում եմ, որ ավելորդ չի լինի, եթե մի փոքր քննարկենք։ Եվ ուրեմն, ինչպես տեսնում ենք, գիտելիքի ամբողջականությունը արիացիները շատ կարևորում էին։ Նրանք շատ կարևորում էին գիտելիքի անփոփոխ փոխանցումը, հա, եւ քաղաքակրթության մեջ յուրահատուկ տեղ էին զբաղեցնում այն ազնվորությունները, որոնք իրենք կարողանում էին պահպանել գիտելիքը
մաքուր։ Ընդհանրապես մաքուր գիտելիքը եւ պայմանավորված հոգու կողմից աղավաղված գիտելիքը իրենք շատ տարբեր արդյունքների կարող են բերել, եւ սա իրականում այսպես առաջի հայացքից ոչ այդքան կարևոր թեմա թվացող, իրականում ամենակարևոր թեման է։ Ինչու՞, որովհետեւ եթե հոգեվոր կյանքը ինքը կախված է գիտելիքից, հասկանում եք, իսկ ինքը կախված է գիտելիքից, հա, որովհետև այն վճռականությունը, որով կենթանիակը ինքը շարժվում է հոգևոր կյանքում, հա, այն բոլոր տրամադրությունները, որը ինքը ձևավորում է իր հոգևոր կյանքում, այդ բոլորը կախված են նրանից, թե ինքը ինչ գիտելիք է ստանում, ինչ գիտելիք է ստանում Աստծո մասին, ինչ գիտելիք է ստանում ինքը իր հոգու մասին, ինչ գիտելիք է ստանում նյութական աշխարհի մասին եւ ինչ գիտելիք է ստանում հոգևոր իրականությունների մասին, որովհետեւ ամենագլխավոր հոգեբանությունը կենթանիակի կայանում է նրանում, որ կենթանիակը միշտ ձգտում է այնտեղ, որտեղ ինքը իրեն լավ է զգում, այնտեղ, որտեղ ինքը ստիպված է համբերել, այնտեղ, որտեղ ինքը ստիպված է բռնաբարված լինել, այսինքն սահմանափակումների մեջ ապրել, այնտեղ, որտեղ իր առաջ ոչ մի իր համար հաճելի պերսպեկտիվա չկա, այդտեղ կենթանիակը իր ներքին աշխարհում ամենայն դեպս երբեք ճամփորդություն չի կատարում։ Արիացիները իրենք խոսում են մեզ հետ ճամփորդության իրականության մասին։ Նրանք խոսում են նրա մասին, որ իրենք կանգնում էին ինչ-որ մի ճանապարհի, որը կոչվում էր հոգևոր ճանապարհ, անցնում էին այդ ճանապարհը եւ ռեալ հանդիպում էին, հա, այդ ճանապարհի վերջնական արդյունքին, այսինքն հանդիպում էին Գերագույն Աստծո ազնվորությանը։ Սա համեմատած բոլոր կրոնական տեսությունների, որոնք գոյություն ունեն մեր աշխարհում, շատ համարձակ հայտարարություն է։ Եվ այո, իհարկե, մտածող մարդու համար գաղափարների համարձակությունը ինքը արդեն իսկ հետաքրքրություն է շարժում, որ մի հատ գնաս տեսնես, այս ինչ համարձակությամբ, այս ինչերի մասին են խոսում այս անձնավորությունները։ Եվ ամենագլխավոր բանը, որը մենք պետք է հասկանանք, դա նա է, որ այո, վերջնական իրականությունը, նա է, որ իր ներքին աշխարհով կենթանիակը ձգտում է միայն այնտեղ, որտեղ որ հույս է ձևավորում, որ երջանիկ է լինելու։ Հոգեբանության մեջ կա այսպիսի մի գաղափար, ներողություն եմ խնդրում, էսթետիկ տեսանկյունից ոչ այդքան հաճելի, հա, ուրեմն համարվում է, որ կենթանիակին առաջ շարժվելու համար գոյություն ունի երկու մեթոդ։ Առաջինը դա ավանակի օրինակն է բերվում, ներողություն համեմատության համար, ավանակի օրինակն է բերվում եւ ասվում է, որ կա երկու մեթոդ ստիպել ավանակին, որ ինքը շարժվի։ Ինչու ավանակի, որտեղ սովորաբար մենք համարում ենք, որ ավանակը ինքը հիմարության խորհրդանիշն է, հա, եւ այո, այն կենթանիակները, որոնք իրենք գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, իրենք այո գտնվում են հիմարության տիրույթում։ Տգիտության, ինքը խոսքը տգիտություն, արդեն ասում է, չէ, նրա մասին, որ դա կենթանիակներ են, որոնք իրենք տգետ են, այսինքն սակավ գիտելիք ունեն, սա վիրավորական խոսք չի, սա խոսք է, որը արտացոլում է այդ անձնավորությունների ներքին մակարդակը, հա, հասկանում եք, որովհետև այո, իհարկե, երբ որ մենք խոսում ենք բազմազանության մասին, մենք խոսում ենք տարբեր մարդկանց մասին, եւ երբ որ ինչ-որ մեկը հանցագործ է, ասել, որ այո, նա հանցագործ է, դա չի նշանակում, որ մենք իրան վիրավորում ենք, մենք ասում ենք իր մասին ճշմարտությունը, հա, եթե ինչ-որ մեկը սուրբի կյանքով է ապրում, ասել, որ նա սուրբ է, դա չի նշանակում, որ մենք չափազանցնում ենք, մենք ասում ենք այն, ինչ որ այդ ազնվորությունը կա։
Եվ ուրեմն, այո, իհարկե, գիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդկանց կենդանիակների ընդհանրապես ամենագլխավոր բնութագիրը նա է, որ իրենք, այո, սահմանափակ են։ Սահմանափակ են իրենց գիտելիքի մեջ, այսինքն որպես օրենք չեն սիրում, որտեղ իսկ ինչ է նշանակում սահմանափակ գիտելիքի մեջ։ Դա նշանակում է ազնվորությունը ինքը չի սիրում զարգանալ։ Հիմա այսպես, ոչ նյութական տեսանկյունից, ոչ էլ հոգևոր։ Այո, եթե մենք վերցնում ենք տրանսցենդենտալ հայացքից, ապա տրանսցենդենտալ հայացքից վստահորեն կարող ենք ասել, որ այն կենդանիակները, որոնք իրենք զարգացնում են հասկացողություն, այսինքն զարգացնում են, այսպես ասեմ, նյութական գիտություն, չէ՞, նրանք նույնպես գտնվում են գիտության գոյավիճակի ազդեցության տակ, որովհետև ուսումնասիրում են եւ գիտելիք են զարգացնում մի երևույթի հանդեպ, որը փակում է ամենակարևոր բանը՝ Աստծո ներկայությունը, նրա գոյությունը։ Որովհետև մենք ձեր հետ դա արդեն քննարկել ենք, չէ՞, որ կենդանիակները իրենք բան են անում, կենդանիակները իրենք չեն ընկալում Գերագույն Աստծո ազնվորության ներկայությունը, նրանք չեն ընկալում, կարող են հասկանալ, բայց կարող են հասկանալ կամ հավատալ, բայց չեն այսպես ուղղակիորեն զգայարաններով չեն ընկալում, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը իր այդ ղեկավար ուրեմն բանը դիրքը թաքցնում է։ Իսկ ինչու է թաքցնում, որովհետև կենդանիակները չեն ուզել, այսինքն դյուրական աշխարհ գալիս են կենդանիակները, որոնք իրենք նախանձի հիմքի վրա անկախություն են ուզում, իրենք ուզում են իրենք տնօրինեն իրենց ճակատագիրը, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարևոր ուրեմն կետ է։ Եվ այո, դրա համար դա կոչվում է գիտության գոյավիճակ, եւ այդ տգետ ազնվորությունները իրենք համեմատվում են ավանակի հետ, եւ ինչ է ասվում, ասվում է, որ որպեսզի ավանակը ինքը շարժվի տեղից, իրան կերակուր է պետք, այսինքն ինչ-որ մի հատ ստիմուլ է պետք, չէ՞։ Եվ շատ տեղերում, որպեսզի ավանակը ինքը ճանապարհին ոչ միտեղ չկանգնի, չէ՞, իսկ մենք գիտենք, որ ավանակը ինքը այդպիսի բնավորություն ունի, որ եթե հանկարծ ինքը որոշեց մի տեղում կանգնի, ինքը այլևս այդ տեղից չի կարող է ժամերով չշարժվել, ուզում ես ծեծի, ուզում ես բրդի, ինչ ուզում ես արա։ Հենց դրա համար էլ ասենք մենք ավանակին օգտագործում ենք որպես այդպես տգետ համառության պատկերպար, չէ՞։ Եվ տեսեք, ասվում է, որ այդ ավանակը ինքը ուրեմն երկու ձև կա իրան ստիպելու, որ ինքը շարժվի։ Առաջինը դա դրական ձևն է, այսինքն այսպես իր այդ վզին կապած բաներից մի հատ այսպես մի քիչ հաստոտ պրովոկա են կապում եւ իր առաջ կախում են նո կամ ասենք կամ խոտի ինչ որ կամ ոչ կերակուր, բայց հոգեբանները օրինակ են բերում գազարի վրա։ Կախվում է գազար։ Եվ ինքը տեսնելով այդ գազարը, ձգտելով հասնել գազարին, որպեսզի ուտի, սկսում է շարժվել, հա։ Դու փիլիսոփաներն ասում են, ամբողջ ընթացքում ավանակը մտածում է, որ շարժվում է դեպի իր ուտելիքը, իսկ իրականում տեղաշարժում է այն բեռը, որը դրված է իր ուսերին։ Եվ երկրորդ գաղափարը դա նա է, որ այդ նույն գազարը, հազար անգամ կներեք, կոպիտ օրինակի համար օգտագործվում է հետևի կողմից, հա, այսինքն եթե մենք վերցնում ենք հոգեբանական տեսանկյունից, ապա խոսքը գնում է ինչ-որ մի երևույթի մասին, որը մեզ հմայում է, եւ ինչ-որ մի երևույթի մասին, որը մեզ վախ է ներշնչում։ Սա է այն երկու գործոնները, որի հիմքի վրա կենդանիակը ինքը սկսվում է շարժվել։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ կենդանիակը ինքը արդեն տառապում է, չէ՞, այդ ժամանակ իրան ավելի շատ վախեցնելը այդ հետևի կողմից իրան հետապնդող գազարով կարող է իրականում կոտրել մարդուն։ Կարող է կոտրել այնպես, որ ինքը հանձնվի վախին, այլ ոչ թե սկսի շարժվել։ Եվ այդտեղ հոգեբանական տեսանկյունից ինքը կգտնի փաստացի իր վախճանը։ Իսկ երկրորդ
Ուրեմն խնդիրը գնում է նրանում, որ այսինքն արդեն իսկ տառապանքի մեջ գտնվող անձնավորությանը հնարավոր չի ստիպել, որ ինքը շարժվի, հնարավոր է, բայց դա այդքան արդյունավետ չի, որպեսզի ինքը շարժվի հոգևոր ճանապարհում վախի վրա։ Իրան հակառակը պետք է ցույց տալ գազարը առաջից, այսինքն ինքը պետք է տեսնի պերսպեկտիվա, որ այն ճանապարհը, որի իրեն առաջարկում են, այդ ճանապարհի վրա ինքը դուրս է գալու տառապանքից։ Սա իրականում շատ կարևոր կետ է, որովհետև գիտեք ինչպես էլի, նյութական աշխարհում կան տառապանքի ձևեր, որոնք ես մշտապես դա ասում եմ, որոնք իրանք փոփոխման ենթակա չեն։ Հասկանում եք։ Այ օրինակ ենթադրենք, չգիտեմ, մարդիկ կան, որոնք իրենք, ասենք, կարող ենք խոսել ինչ-որ մի արտեական թեմայից, որի հետ ես հենց նոր շփվում էի այս քանի օրը, որովհետև իրականում ամեն մարդու կյանքում ամեն մարդ ինքը չի կարող ասել, չէ, որ ինքը այսպես էլի շատ քանակությամբ բան է արել, շփվել է մահվան հետ, չէ։ Մահվան հետ մարդիկ իրենք շփվում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում մի քանի անգամ հարազատների տեսանկյունից։ Եվ ուրեմն տեսեք սիրելիներս, չէ, մենք կարողանում ենք տեսնել, չէ, որ եթե կան անձնավորություններ, որոնք իրենք շատ ուժեղ կապվածություն են զգում այն մարդկանց հանդեպ, ում հետ որ ապրել են։ Եվ ուրիշ կենդանիակները ունեն իրենց ճակատագիրը։ Եվ երբ որ այդ ճակատագիրը, այդ իրար հետ լինելու ճակատագիրը ավարտվում է, կենդանիակը ինքը հեռանում է մեր կյանքից։ Կամ հեռանում է այսպես, հենց ուղղակի վեր եկելով եւ հեռանում, ուզում է դա լինի որդի, ուզում է դա լինի ամուսին, ուզում է դա լինի ծնող, ուզում է դա լինի, ով ուզում է լինի, հասկանում եք։ Ինքը կարող է վեր կենալ մեր դարաշրջանում, ինքը կարող է վեր կենալ եւ հեռանալ։ Դեռ ոչ այդքան վաղ անցյալում կապերը կտրելը հնարավոր չէր։ Եվ եթե դու ճակատագրով արդեն ընկել էիր ինչ-որ մի հատ իրավիճակի մեջ, դու այդ իրավիճակը չէիր կարող, որտեվ չէր կարելի բաժանվել։ Հա, եւ դա նշանակում է, որ դու չէիր կարող ոչ մի հայր, ոչ մի մայր չէր կարող իրան թույլ տալ քեզ լքել։ Հա, եթե նույնիսկ ինքը այնքան վատն էր, որ դու կերազեիր, որ ինքը քեզ լքի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն դա մեր ժամանակների ինչպես աղետն է, այդպես էլ իրականում մեծ հնարավորությունն է, չէ՞, որովհետև մենք այո, դա շատ մեծ ողորմածություն է եւ շատ մեծ հնարավորություն է, որ մենք միջև այս պահը համենայն դեպս մոտավորապես մի 60-70 տարի հնարավորություն ենք ունեցել հարաբերությունները խզել։ Եթե այդ հարաբերությունները եղել են անտանելի, իհարկե ինքը ունեցել է իր եւ վատ հետևանքը, որովհետեւ շատ հաճախ հարաբերությունները խզել են այն ժամանակ, երբ դու դրան արժանի չես եղել իրականում։ Բայց հարաբերությունների ամենագլխավոր օրենքը կայանում է նրանում, որ ռուսներն ասում են «Насильно мил не будешь», էլի, զոռով սիրված չես կարող լինել։ Հա, եւ մարդուն պահել քո կողքին միայն այն պատճառով, որ օրինակ դուք ամուսնացած եք, հա, կամ ինքը ձեր երեխան է, կամ ինքը ձեր ծնողն է, եթե ինքը ձեզ չի սիրում, դա բացարձակ անիմաստ գործողություն է, որը ինքը վերջնականում ոչ մի լավ բանի չի բերում, որովհետեւ ատելության կամ բացասական էմոցիաների հիմքի վրա հնարավոր չի կառուցել ոչ մի դրական բան։ Հիմա սերիներս, չէ՞։ Եվ ասենք, այ ազնվորությունը ինքը, բայց եթե ազնվորություններ կան, որոնք իրենք շատ ուժեղ կապվածություն են ունենում։ Եվ հիմա ամեն ազնվորություն իր հերթին, որը մեզ շրջապատում է, ունի իր ճակատագիրը։ Ունի իր ճակատագիրը, ունի իր ընտրությունները, չէ՞։ Եվ ինչպես ես ասում եմ, կարող ենք կորուստ ունենալ այն դեպքում, երբ որ ազնվորությունը մեզ համար թանկ է։ Ինքը կարող է ֆիզիկապես հեռանալ եւ ընդ որում հեռանալ այնպես, որ դուք նույնիսկ չիմանաք, թե ինքը որտեղ է եւ չկարողանաք ընդհանրապես կապ հաստատել, չէ՞։ Եվ կարող է հեռանալ, որովհետեւ բան է, ասեք, որովհետեւ մահացավ, մարմին թողեց, եթե
արիացիների լեզվով խոսում։ Հա, որտեղ մահացավ բառը նշանակում է, որ ինքը վերացավ։ Արիացիները ինքը իրենք ասում են մարմին թողեց, որովհետև ինքը չվերացավ։ Իր կյանքը դեռ շարունակվելու է։ Հասկանում եք, եւ տեսեք, ասենք, այ երբ որ այդ ազնվորությունը ինքը մարմին է թողել, չէ՞, եւ մենք խորասուզվում ենք վշտի մեջ, հատկապես եթե մեզ համար էմոցիան կարևոր է, եթե մենք կարևորում ենք մեր կապվածությունները, որտեղ ամեն մարդ ինքը տարբեր պլատֆորմա ունի ներքին, չէ՞, եւ ասենք, եթե մենք էմոցիոնալ ենք, ապա մենք խորասուզվում ենք այդ տրամադրությունների մեջ։ Հիմա, մենք պիտի հասկանանք, եւ շատ հաճախ սփոփանք գտնելու համար դիմում ենք կրոնին, որպեսզի գոնե ինչ-որ մի կերպ այդ ներքին կրակը, որը ներսից մեզ այրում է, այդ ցավը, կորուստի, մի քիչ թեթևանա։ Եվ այո, իհարկե, կարևոր է, թե ինչպիսի կյանք եք մենք ապրել, եւ երբ որ մեզ հողին հանձնելու ժամանակը կգա, մեր մտերիմները ինչ կասեն մեզ, գրողի ծոցը գնայիր, վերջապես քեզանից պրծանք, թե անկեղծ արդյունք կթափեն նրա համար, որ կորցրել են մեզ։ Սա կարևոր թեմա է իրականում։ Այո, մենք կարող ենք ասենք, որ այսպես ուղակի բաստով մահացածի համար դա ոչ մի նշանակություն չունի, բայց իրականում ունի, որովհետև հենց այդ պահին է, որ ամեն մի կենդանեակ, որը ճանաչել է մեզ, հա, ինքը ոնց որ իր վերաբերմունքով արտահայտում է, թե մենք ինչի ենք արժանի։ Հասկանում եք։ Այ եթե մենք հասցնում ենք մեր մտերիմներին այն կետին, որ իրանք ստիպված են լինում մեզ ասել գրողի ծոցը գնաս, կյանքում քեզ երբեք չհանդիպեի, հա, ինչի որտեվ ամենամտերիմ մարդիկ իրանք կարող են շատ լուրջ տառապանքներ պատճառել իրենց մտերիմներին եւ հավակնություն ունենալ, որ դրանից հետո պիտի լինեն հարգված եւ սիրված, սա մեր ժամանակների բարդություններից է, հա, հասկանում եք, եւ տեսեք սիրելիներս, չէ՞, ասենք ինչ եմ ուզում ասեմ, էլի, որ երբ որ այդ կորուստը ունեցած մարդը ինքը գալիս է օրինակ հոգեվոր կյանք, ինքը պիտի հասկանա, չէ՞, որ ինչքան ուզում է ինքը աղոթի, ինչքան ուզում է ինքը հոգեվոր կյանքով զբաղվի, մահացած մարդը հետ չի գալու։ Դու ինքդ կարող ես այնպիսի բաներ հասկանալ, որ թեթևացնես քո վերաբերմունքը այդ կորստի հանդեպ, բայց ինքը մահացածը վերադառնալ չի կարող։ Հասկանում եք։ Ուրեմն, երբ որ մարդը ինքը գալիս է հոգևոր կյանք, ինքը պետք է այդ կետում պետք է խիստ հասկացողություն ունենա։ Պետք է հասկացողություն ունենա, թե ասենք ինքը ինչը կարող է, ինչը կարող է իր կյանքում վերանալ, իսկ ինչը փոփոխման ենթակա չի։ Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ ինչպես մենք Բhagavad Gita-ով տեսանք, Տեր Շիկրիշնան ինքը հայտարարեց, որ 4 տիպի մարդիկ են գալիս դեպի կրոն։ Եվ այդ 4 տիպի մարդկանց մեջ առաջինները նրանք են, ովքեր տառապում են։ Հիմա այդ տառապանքը ինքը լինում է երկու տեսակի։ Տառապանք, որը կարելի է շտկել, այսինքն տառապանք, որը կարող է վերանալ, եւ տառապանք, որը շտկել հնարավոր չի։ Հասկանում եք։ Հիմա կան դժվարություններ, որոնց մեջից հնարավոր չի դուրս գալ եսի ինչ որտեղանք։ Դա ինչ-որ այսպես բացառիկ դեպքեր են, հասկանում եք, եւ սովորաբար այդպիսի ազնվորություններ իրանք լինում են պրոյեկտներ, հա, այսինքն մարդը ինքը լինում է դժվար, ամեն մի քաղաքակրթություն, հատկապես ասենք այն ժամանակահատվածում, որ արդեն անցել է, ես սկզբունքորեն եմ համարում, որ հենց այս պահին մենք վերապրում ենք մի շատ վատ էտապ, եթե հաջողվի այս էտապը իրականացնել, սովորական մարդը ինքը կվերադառնա անիրավության, անարդարության, տառապանքի, բռնաբարված լինելու դաշտը, ինչպես որ դա եղել է ամբողջ աստվածամերժության դարաշրջանի ընթացքում, հա, որովհետև այս պահին փորձ է կատարվում թաղել նաև դեմոկրատիան։
Մեր բախտը այդ իմաստով բերեց, որովհետև մենք մեր կյանքը հիմնականում անցկացրեցինք մարդու իրավունքների պաշտպանման ուրեմն մթնոլորտում։ Հիմա մենք տեսնում ենք, հենց այս պահին շատ ինտենսիվ տեսնում ենք, որ մարդու իրավունքները այնպիսի լկտիությամբ են հիմա ոտնահարվում, որ մենք հասկանում ենք, թե ասենք աշխարհի ուժերները իրանք այս պահին ինչ ճանապարհով են գնում։ Եվ եթե դա իրականացվի, ապա մենք կարող ենք մոռանալ ընդհանրապես ինչ է նշանակում մարդու իրավունք եւ աշխարհը ինքը լցվելու է բռնությամբ։ Հա, հիմա տեսեք, ուրեմն մենք պետք է հասկանալ, ու այդ է ուզում ասեի, որ ասենք դեպքեր կան, չէ, եւ որ ասպես էլի ամեն մի քաղաքակրթության մեջ վերցնում էին ինչ որ մի հատ այդ ուշադրություն էին դարձնում արդեն դպրոցական մակարդակից անպայման այսպես չկայացած ընտանիքների մեջ տաղանդավոր մի մարդու ու իրան այսպես ուշադրության մեջ էին վերցնում եւ սկսում էին բարձրացնել։ Ինչի համար? Որպես օրենք, որպես օրինակ, որպեսզի սովորական մարդիկ տեսնեն, որ ինչ որ մեկը ինքը կարող է լինել խոս պահող, հետո դառնալ երկրի նախագահ։ Հասկանում եք, հա? Դու իլյուզիա ես ստեղծում։ Իսկ մենք մտածում ենք, որ դրանք կներեք, իմ ֆիզիկը ինչ-որ խաղալիք է գտել, աղմուկ է բարձրացնում, այս պահին չեմ կարող գնալ իրականացնել։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Ուրեմն, մենք պիտի հասկանանք նյութական աշխարհի կառուցվածքը։ Այսինքն, սա ամենակարևոր կետն է։ Առաջինը գալիս է տառապանքից մարդիկ։ Ուրեմն, եթե դուք գալիս եք կրոն տառապանքի կետից, չէ՞, առաջին բանը, որ դուք պետք է նայեք, դա է։ Իսկ այն տառապանքը, որը դուք ունեք, այդ տառապանքը ինքը հնարավոր է վերացնել, թե ոչ։ Հիմա, եթե հնարավոր չի վերացնել, հա, այդ տառապանքը, որը ինքը կա, հնարավոր է վերաբերմունքը փոխել եւ ինչ որ այլ արդյունք ստանալ։ Օրինակ, մենք շատ փառահեղ օրինակներ ունենք այդ տեսանկյունից, չէ՞։ Ну, տխրահրճակ մեր այդ поражение ոնց է հայերեն։ Պարտությունից, կներեք, մեկ հայերեն բառերը կորցնում եմ, հա։ Ուրեմն այդ տխրահրճակ մեր պարտությունից հետո մենք գիտենք, որ շատ զինվորներ, շատ ու շատ տղամարդիկ իրենք պատերազմի դաշտից վերադարձան համարյա թե այսպես էլի առանց երկու ոտքի, առանց մի ձեռքի օրինակ։ Հա։ Կամ չգիտեմ, եւ մենք տեսնում ենք, ես շատ ուրախանում եմ, երբ որ դա տեսնում եմ, որ ասենք ժամանակակից գիտնականները իրար կարողացել են, էլի, այդ ռազմաբոտկաներ անել, որպեսզի հիմա տեսնում ես, որ պրոթեզները իրանք շատ հարմարավետ են, եթե համեմատում ես դրա հետ, թե ինչ է եղել դրանից առաջ, հա, եւ կարողանում ենք տեսնել, չէ, որ մարդը ասենք, այո, իհարկե, հիմա ուզում ես կրոն գնա, ուզում ես մի գնա, ուզում ես 100 տեսակի հավատացյալ դարձի, ոտքերը չեն աճելու, այլևս վերջ, այդ տառապանքը ինքը մնալու է քո հետ, անկախ նրանից դու կընդունես հոգևոր կյանքը, թե չես ընդունի, չէ, բայց հոգևոր կյանքը կամ զուգահեռ, եթե հոգևոր կյանք չես մտնում, ասենք հոգեբանությունը, չէ, ինքը կարող է քեզ օգնել, որպեսզի դու ուրիշ վերաբերմունք դրսևորես։ Եվ դու կարող ես դառնաս ինչ-որ մի հատ մսագունդ, որը ընկած է բազմոցի վրա, չէ, եւ կարող ես պայքարել, հասնել ինչ-որ մի հատ արդյունքի, այո, հագնել ժամանակակից պրոթեզներ եւ դառնալ, այսպես, լիարժեք կյանքով, դու լիարժեք այդ չէ, էլի, ինչքան որ հնարավորություն է տալիս այդ մարդը, այդպիսի կյանքով ապրես։ Եվ ինչու՞ չէ, այո, կարող ես հանդիպել, օրինակ, եթե խոսքը զինվորների մասին է, կարող ես հանդիպել բարի այնպիսի կանանց, որ իրանք այդ ամեն ինչը հաշվի չեն առնում։ Եթե այդ արանքում դու չարացած մարդ չես։ Հասկանում եք։ Եվ դու կարողանաս, ասենք, փորձարկես կյանքի բոլոր հարաբերությունները։ Իսկ կարող է եւ ոչ, չէ՞։ Այսինքն կան ինչ-որ տառապանքներ, որտեղ ոչ հոգեբանությունը, ոչ կրոնը, ոչ եսի միջը ոչ մի բանով չի կարող օգնի։
Եվ ազնվորությունը, երբ որ ինքը ընտրում է ինչ-որ մի ճանապարհ, ինքը պետք է հասկանա։ Ինքը պետք է հասկանա, թե ասենք այս ճանապարհը, որի վրա ես կանգնում եմ, չէ՞, այս ճանապարհը փոխելու է իմ տառապանքը, թե ուղղակի կարող է օգնել, որ ես իմ վերաբերմունքը այս տառապանքի հանդեպ փոխեմ։ Եվ իհարկե կան տառապանքներ, որոնք իրենք, այո, շատ բան շատ մեծ պերսպեկտիվա կա, որ այդ տառապանքը կարող է վերանա։ Հասկանում եք, ոչ մի խնդիր չկա։ Օրինակ, ասենք, մարդիկ կան, որոնց իրենց ճակատագրով, օրինակ, տրված չի երեխա ունենալ։ Ինչի համար, որովհետև իրանք իրենց անցյալ կյանքում, ասենք, օրինակի համար, հղի ժամանակ երեխա են սպանել։ Այսինքն հրաժարվել են երեխայից, կամ ունեցել են, հանձնել են մանկատուն։ Հասկանում եք։ Եվ այո, այդտեղ, երբ որ ինքը անցում է կատարում մի կյանքից մյուս կյանք, հա, իր մեջ այդ բանն է դրվում, որ ինքը չի ուզեցել երեխա, ուրեմն իրան երեխա պետք չի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ազնվորությունը ինքը կարող է ծնվել, ամուսնանալ եւ երեխա չունենալ։ Եվ այո, ինքը կարող է զբաղվել հոգեվոր կյանքով, ներում ստանալ այդ մեղքի համար, որ ինքը այդ սխալի համար, որ ինքը գործել է անցյալ կյանքում, հա, եւ այդ շնորհը ստանալ։ Այդ ժամանակ հոգեվոր մարդիկ ասում են Աստված հրաշք կատարեց, բայց իրականում դա ուղղակի կոպիտ ասած մեղքերի թողություն էր։ Հասկանում եք։ Կամ ասենք ազնվորության վրա կարող է լինել մենության դրոշմը։ Հասկանում եք։ Երբ որ մարդը ինքը իր ամբողջ կյանքում անկախ նրանից, թե ինքը ինչ որ շրջապատված է եղել մարդկանցով, թե ոչ, միշտ եղել է միայնակ։ Մենության դրոշմը ինքը կարող է լինել նույնիսկ ամուսնացած մարդկանց վրա։ Հասկանում եք, որ որովհետև ինքը մենակ չի, բայց ինքը մենակ է։ Այսինքն ընկեր կողակից ինքը այդպես է ձեռք չի բերել։ Եվ այդպեսի ես ահռելի քանակությամբ ընտանիքներ գիտեմ, որտեղ իրականում մարդիկ իրանք այդ մենակության դրոշմի տակ են ապրում, չէ՞։ Դա էլ է գալիս անցյալ կյանքի գործած գործողություններից։ Հասկանում եք, երբ որ ազնվորությունը ինքը ունեցել է մարդիկ, ովքեր որ ձգտել են իր հետ հարաբերությունների եւ ինքը այդ հարաբերությունները ժխտել է, արհամարել է, լավ վերաբերմունքը արհամարել է եւ ստացել է այդպիսի կյանք, որ ինքը արժանի չի։ Իսկ կա մենության թուղթուգիր, որտեղ մարդու վրա մագիա է արվում, այսինքն դրա ճակատագրի վրա բռնություն է գործադրվում, չէ՞։ Եվ այդ բռնությունը, երբ որ գործադրվում է, նույնպես մարդը ինքը մնում է մենակ։ Այդ մարդը ինքը մնում է մենակ, դա այն բանն է, չէ, որը կարելի է ուղղել։ Եվ սա նշանակում է, որ այո, միայն այդտեղ ուրիշ բան է պահանջվում, ուղղակի պահանջվում է, որպեսզի ազնվորությունը ինքը ճիշտ ճիգեր կատարի, ճիշտ կատարի հոգևոր կյանքը, չէ՞։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ուրեմն այդ առաջի եկող մարդիկ, իրանք այդ երկու բանը պիտի միանգամից ստուգեն, որպեսզի հետո չհիասթափվեն։ Հասկանում եք, այսինքն չունենան կրոնից սպասելիքներ, որը ոչ թե միայն կրոնը, ոչ մեկ չի կարող այդ տառապանքից մարդուն ազատել։ Հասկանում եք։ Հիմա երկրորդը դա բարեկեցիկներն են։ Այսինքն նրանք, ովքեր որ իրանք բանել այսպես լավ ճակատագիր ունեն եւ ամեն ինչը իրանց կյանքում կարգին է։ Նրանք, ովքեր որ լավ ճակատագիր ունեն, չէ, նրանք են ում գազարը դիմացից է կախած։ Չէ՞։ Եվ հիմա իրանց կարելի է վախով ստիպել, որ իրանք շարժվեն հոգևոր դաշտում։ Ինչու համար, որովհետև իրանք կորցնելու բան ունեն։ Ну, եթե դուք ինձ հետ շփվում եք արդեն այսքան ժամանակ, ես հույսով եմ, որ այն ուղղությունը, որով ես բացատրում եմ ընդհանրապես գիտելիքը, դուք նկատում եք, որ ես ընդհանրապես Աստծով ոչ մեկին չեմ վախեցնում։ Որովհետև երբ որ մարդուն վախեցնում են դժոխքով, դա նշանակում է, որ Աստծով են վախեցնում, չէ՞։
որ Աստված ինքը պատժող է, հա, մեղք պիտի չգործես, որովհետև եթե գործեցիր, Աստված քեզ կպատժի։ Հասկանում եք։ Իսկ որն է մեղքը։ Մեղքը դա է, որ դու չես համբերում, ում չես համբերում, սրիկանների։ Այդ շատ բան է, էլի։ Ես չեմ սիրում Աստծով վախացնել։ Ես Աստծուն շատ սիրում եմ։ Իրան գիտեմ շատ, որպես շատ հմայիչ անձնավորություն, եւ դրա համար ես սիրում եմ այն հմայքը, որը ես գիտեմ, ես փոխանցեմ, որպեսզի կենդանիակը ինքը հոգևոր կյանքում շարժվի հմայված Աստծով, հմայված նրա որակներով, հմայված նրա բնավորությամբ։ Հասկանում եք, այլ ոչ թե վախից դրդված։ Բայց այո, իհարկե չեմ կարող շղթել նաև, որ կան անձնավորություններ, որոնք իրանք միայն վախով կարող է առաջ գնալ։ Եվ այո, կան կրոնականություններ, որոնք իրենք նախատեսված են այդպիսի հոգիների համար։ Եվ եթե դուք հիմա միացած հայացք գցեք, դուք միանգամից կհասկանաք, որ կրոնականություններն են, որ կենդանիակին հոգևոր աշխարհ տանում են դեպի հոգևոր, տանում են դեպի բարոյականություն, առաջի քայլով, չէ, տանում են դեպի բարոյականության վախի հիմքի վրա։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը, այսպես պիտի պարտականություն կատարի, այսինքն պիտի անի մի բան, որը իր համար տհաճ է։ Հասկանում եք, սա պարտականություն բառը ինքը դարձել է ինչ-որ մի հատ այսպես համբերելու ինչ-որ վատ բանի հոմանիշ։ Միայն Աստվածամեժության դարաշրջանում։ Ես օրինակ միշտ ասում եմ, իմ հոգին ցնծում էր, երբ որ ես առաջի անգամ հասկացա, թե ինչ են հասկանում արիացիները պարտականություն բառի տակ։ Հասկանում եք։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք ենք ասում պարտականություն, դա նշանակում է, ես ինչ-որ մի բանը չեմ ուզում անեմ, բայց ստիպված եմ, որտեղ դա իմ պարտականությունն է։ Եվ դա տհաճ է, չէ՞։ Եվ կրոնականությունը ինքը ասում է, տհաճ չի, դա քո պարտականությունն է, եւ դու դա պետք է կատարես, վերջ։ Այդ ժամանակ Աստված քեզանից մնում է գոհ։ Դու իրականում թե Աստված այնտեղ ինչից է գոհ մնում, դա մենք շատ ենք քննարկելու, հա, եւ հասկանում եք, չէ՞, ասենք դա վախն է։ Իսկ արիացիների կատարմամբ, ինչու, որովհետև իրանք առաքինի անձնավորություններ էին, հասկանում եք, իրանց վախացնել Աստծով, դա ծիծաղալու էր, որովհետև իրանք մեղքեր չէին գործում։ Իրանք մեղքեր չէին գործում, եւ դրա համար շատ հանգիստ ապրում էին, այսպես պարզ ճակատով Աստծո առաջ կանգնած։ Ինչ եմ արել, որ պիտի վախենամ Աստծուց, կոպիտ ասած, հա, ճակատս պարզ, ամեն ինչ արել եմ այնպես, ինչպես ճիշտ է։ Եվ այդպիսի փորձություն չի եղել, որի մեջով բարոյական կերպով չեմ անցել։ Հասկանում եք, շեյրներս, չէ՞։ Ուրեմն տեսեք, այդ բարոյական մարդկանց, որոնք իրենք հաստատված են մաքրության մեջ, Աստծով վախացնելը հիմարություն է։ Որտեղ իրանք վախենալու բան չունեն։ Չէ՞, իսկ նրանք այն մշակույթները, որոնք որ միայն վախով առաջ տանել գիտեն, չէ՞, իրանք այդ բանն են անում, էլի, որ ինչքան էլ ուզում է դու մաքուր ապրես, մեկ է մեղավոր ես, այդ մեղքը, որի մեջ թաղված ես, որը Եվան է արել, չգիտեմ ինչ արել, դրանից պրծնել հնարավոր չի։ Քերի, քեզի ավելի շատ քերի, ու մշտական է այդ վախը։ Թե չէ դժոխք կգնաս, թե չէ Աստված գլուխդ կջարդի, թե չէ այն մի փոքր բանն էլ որ ունես, էդ էլ տակնու վրա կանի։ Եվ այդտեղ Աստված դուրս է գալիս ինչ-որ մի հատ հրեշ է դուրս գալիս, ինձ համար ամենայն դեպս չգիտեմ ինչպես եք դուք անցալում, ես այդպիսի Աստծո հետևից կյանքում չէի գնա եւ չեմ գնացել այդպիսի Աստծո հետևից։ Ես ուրիշ Աստծո հետևից եմ գնացել։ Իսկ երբ որ արիացիներն են իրենք ասում, հասկանում եք պարտականություն բառը, այմա բանաձևն եմ ասում, սահմանումն եմ ասում։ Պարտականությունը դա գրագետ ձևն է սերը արտահայտելու։ Ինչ-որ ընդհանուր բան կար նրա հետ, թե մենք ինչ ենք պատկերացնում պարտականության տակ։ Այսինքն արիացիները իրենք երբ որ ասում, այ որտեղ դուք կարդում եք պարտականություն բառը, իրանք նկատի ունեն այսա։
որ դու ունես, ասենք, կենդանիակներ, որոնց սիրում ես, հա, եւ դու կարող ես քո սերը արտահայտել սխալ։ Եվ այդ ժամանակ, հա, քո սերը ինքը ատելությունից ոչ մի բանով չի տարբերվի, որտեվ կլինի տհաճ։ Հա, եւ պարտականություն կատարելը դա նշանակում է ունենալ գրագիտություն, սերը ճիշտ արտահայտել։ Եվ երբ որ խոսում են պարտականության մասին, չէ, խոսում են այդ դրա մասին, որ եթե դու սիրում ես նրան, ում հետ ապրում ես, չէ, դու որոշում ես, դու իրա ինչն ես։ Եթե դու իրա ծնողն ես, դու պարտավոր ես հոգ տանել։ Հա, այսինքն ինչ, եթե դու իրան սիրում ես, ճիշտ սերը արտահայտելու ձևը դա հոգատարությունն է։ Այսինքն դու ես այն ազնվորությունը, որը քանի դու կենդանի ես, քո զավակը ուզում է ինքը 70 տարեկան լինի, պիտի իմանա, որ թիկունք ունի։ Հասկանում եք։ Եվ այո, մեկ կան դեպքեր, երբ որ ժամանակակից աշխարհում, երբ որ ծնողը ինքը խտրականություն է դնում իր երեխաների մեջ, եւ ինչ որ մեկի համար ինքը մինչեւ իր կյանքի վերջը լինում է հենարան, եւ երբ որ ինքը մահանում է, այդ երեխան ասում է, այ հիմա ես նոր որբացա, իսկ մյուսների համար լինում է Մեֆիստոֆել, հա, որից իրանք միայն պահանջներ են լսել եւ երբեք ոչ մի հարցում ոչ մի հենարան չի եղել։ Եվ վերջ։ Հա, մեր ժամանակներում սա բան է, էլի, շատ տարբեր է, շատ խճճված է այս ամեն ինչը, չէ, որովհետեւ ծնվում են առաքինությունից զուրկ կենդանի էակներ։ Իրանցից ինչ ասես սпасելի է։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն, տեսեք, եւ այդ ազնվորությունները, որոնք իրենք լավ ճակատագիր ունեն, իրանց կարելի է, այդտեղ կարելի է այդ բանը օգտագործել, որ եթե դու սխալ պահվածք ունես, ապա դու կարող ես կորցնել այն ինչ ունես։ Ու եթե նույնիսկ իրան դա չեն ասում, ինքը այդ մոտիվով է գալիս կրոն, հասկանում եք, պահպանել այն ամեն ինչը ինքը ունի։ Ինչու համար, որովհետև երբ որ ինքը ինչ-որ մի բան ունի, նյութական աշխարհը դա նախանց կենդանի էակների աշխարհ է։ Եթե կենդանի էակը ինքը այսպես մի փուջուր աղքատությունից քիթը դուրս հանեց, արդեն 10 հոգի նախանձ ունի։ Չէ՞, եւ պաշտպանվելու խնդիր ունի։ Հասկանում եք։ Ու ես այստեղ կարող եմ բերել հենց իմ օրինակը։ Տարիներ առաջ, արդեն մոտ բավականին երկար, համարյա 12 տարի համարյա։ Ես առողջական, իրականում այն ժամանակ, երբ որ ես շատ ծանր եմ ապրել, ես այդտեղ իմ մարմինը շատ եմ փչացրել, էլի, առողջությունս լրիվ կորցրել էի, կորցրել եմ, այնպես որ էի, որտեղ ինչ-որ բաներ կան, որ անդառնալի են, եւ ասենք, տեսեք, ոտքիս հետ կապված խնդիր ունեցա, աշոտքս տեղից էլ ինքը այն գլխից այդքան լավ վիճակում չէր, եւ մի թեթև բան վիրահատություն տարա ոտքի վրա եւ ինձ զգուշացրեց, որ ասենք այս խնդիրը ինքը կարող է նորից կրկնվել, եթե դուք շարունակեք ծանրություններ կրել։ Եվ բացառեց, որ ուրեմն դուք կամ սրանից հետո կոպիտ ասած պիտի տաքսիներով ման գաք, ոչ մի բան ծանրություն չվերցնեք, կամ մեքենայով, պիտի աշխատեք, որ քիչ քայլեք, նագրուսկան պիտի քիչ լինի, էլի ոտքի վրա։ Եվ ես մի աշակերտ ունեի, որը ինքը IT-շնիկ էր եւ շատ բարձր աշխատավարձ էր ստանում։ Երբ որ ինքը իմացավ, որ այդպիսի խնդիր կա, ինքը անմիջապես գրեց ինձ, որ ես պատրաստ եմ ձեզ համար մեքենա առնելու։ Ճիշտ ասած, այն ժամանակ, եթե դուք պատկերացնեք, թե ես ինչ աղքատության մեջ եմ ապրել, էլի 15 տարի, դուք կարողանայիք գնահատել, թե դա ինձ համար ինչ է դժվարակում։ Ուսուցիչ երկնքից եսի մի ճիշտ էր,
Բայց բոլոր դեպքերում ես անդիմացա, որտեվ այն ժամանակ ես արդեն Ռուսաստան էի գնացել, եկել, քարոզում էի այնտեղ, ասեք, գիտելիք էի ներկայացնում, արդեն մարդիկ կային, որոնք շատ համակրում էին իմ դասախոսություններին եւ ֆինանսապես ինձ օգնում էին, այնպես չէր էլի, որ ես այդ պահին արդեն այդքան ծանր էի ապրում, ինչքան առաջ։ Բայց ինքը այդ բանով դիմեց, ես սկսեցի չէ, բան այդպես չի լինի, բան միակ, ես նրան ասեցի, որ միակ բանը, որ ես կարող եմ ընդունել, դա այն է, որ դու ինձ պարտքով գումար տաս, ես ամիս փակեմ այդ պարտքը եւ այդտեղ դու ինձ արդեն շատ մեծ բան ինձ համար շատ մեծ բան արած կլինես, որտեվ եթե ես այդ գումարը բանկից վերցնեմ, այդտեղ հետո երակի պիտի վերադարձնեմ, չէ՞, իսկ ես համ կվերադարձնեմ ուղիղ այնքան, ինչքան դու տվել ես առաջի հերթին, եւ երկրորդ հերթին, եթե հանկարծ ինչ-որ մի ամիս չկարողանամ տամ, ես գիտեմ, որ դու այդ գումարի հույսին չես։ Ինքը այդտեղ ինձ մի հատ ջղայնացած բան գրեց, ասեց, «Մաթե ջարդի խնդրում եմ, էլի հասկացեք, որ ինչ որ դուք ասում եք, դա իմ մի ամսվա աշխատավարձի ընդամենը 25%-ն է։ Թողեք ես այդ բանը ձեզ համար անեմ»։ Հասկանում եք, դա ինձ համար ընդհանրապես ոչ բեռ է, ոչ ծանրություն է, ոչ էլ ես ինչ-որ մի հատ ինչ-որ իմ ծայրահեղ հնարավորություններից եմ անում։ Ու վերջը երկար բան չանեմ, մենք եկանք այդ գծին, որ все-таки տենց կանենք, որ ինքը ինձ կօգնի, որ ես մեքենան վերցնեմ եւ ես կամաց այդ գումարը իրան կվերադարձնեմ։ Թեկուզ անկեղծ պիտի ասեմ, 50%-ը վերադարձրեցի, այն 50%-ը ինչ արեցի չվերցրեց, որտեվ դեղացավ։ Հիմա դա չեմ ասում։ Այդ արդեն Բաքում հայտնվեց իմ մեքենան։ Մի օր գալիս էի ակերի վրա ձուճ արդած, դա ծուկտուկիր է։ Մյուս օրը գալիս էի, չգիտեմ, այդ բաները, որ այսպես գնում գալիս են, չէ, այդտեղ տեղ կա, չէ, այսպես թաքուն։ Մեկ երբ որ մաքրում էիր, մեկ էլ տեսնում երբ ինչ-որ ծակեց, ջարդած ասեղ գցած։ Մյուս օրը եսի միջ, այսինքն մշտական հարևաններ կար, հարևանուհի կար, որ ես երբ որ հասկացա, որ դա ինքն է, ուղղակի զարմացել էի, որտեվ եթե ես ձեզ իրան ցույց տամ, կասեք, այս աղջիկը հրեշտակ է, հա։ Ուրեմն այն մշտական գրեր էր անում, որպեսզի ես այդ մեքենայով ինչ-որ մի բանի, ինչ-որ մի վատ բան լիներ, եւ այդ մեքենան հենց այդպեսին էլ եղավ։ Բայց ինքը ինչպես էր լինում։ Ես հենց մեքենայի մեջից դուրս էի գալի, այդ մեքենայի հետ մի բան էր լինում։ Կանգնած տեղը գալի խփում էին, գալիս, ասենք, այնպես էին անցնում, որ ասենց ամբողջ դուռը քերծում էին, գալիս էին այնպես էին անցնում, որ հայլին ջարդվում էր, հետևից խփում էին բամպերը պետք փողել, մշտական, էլ արդեն այդ սարքողները խելագարվել էին, ասում են, կարելի է իմանալ, հադա ջան, ես ինչ է կատարվում ձեր կյանքում, вообще, այսքան, ինչ, բայց մեքենան ո՞նց է այսքան խփվում, հասկանում եք։ Ուզում եմ ասեմ, որ այո, այն ազնվորությունները, որոնք իրանք ինչ-որ մի բարեկեցություն են ձեռք բերում, հա, այն դաշտում, որտեղ ինչ-որ մարդիկ իրանք դժբախտ են, իրանք միանգամից ջղայնությամբ ու նախանձով ու ատելությամբ են լցվում։ Եվ մարդը ինքը այդտեղ, այո, այդ խնդիրն ունի պաշտպանված լինելու, հա, եւ եթե ինքը չի ուզում ընկնի այդ, ոչ այնքան բարենպաստ դաշտը նայողների, որտեղ նույնպես կարող է խաբված լինել եւ ուղակի փողի քսակ հանդիսանալ այդ մարդկանց համար, չէ, ապա ինքը դիմում է Աստծուն, որտեղ Աստված ինքը անշահախնդիր է, չէ, այ դրանք են, որ իրանք ինչ-որ մի բան ունեն եւ իրանց վախն է բերում, կորուստի վախն է բերում, հասկանում եք, այդ ենք նայում, չէ, հիմա, եթե ազնվորությունը ինքը ոչ դժբախտ է, բարեկեցիկ է, երջանիկ է եւ պաշտպանված, իրան ոչ այդ պաշտպանությամբ կարող եք բանանել էլի, հրապուրել, որպեսզի ինքը հոգևոր կյանքի մեջ մտնի, ոչ էլ տառապանքով, որտեղ ինքը այդ երկու խնդիրն էլ լուծել է։ Բա իրան ինչով կարող եք բերել։ Այ գալիս են հաջորդ խումբը, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, հաջորդը դա հետաքրքրասերներն են։ Հա, այսինքն այդտեղ տեսությունը պետք է լինի այնպիսինը, որ ազնվորությունը ինքը հրապուրվի, այ հետաքրքրասիրությունը իրան բերի, որ այստեղ ինչ-որ բաներ է ասվում, որ ուրիշ ոչ միտեղ չի ասվում։ Եվ ամենավերջում միայն Աստված կասի, եւ նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը։ Այս սրանք
արտաքին ոչ մի բանով չեն խաբվում։ Սրանք գնում են միայն էության հետևից։ Շատ լավ հասկանում են, երբ են իրանց խաբում, հա, եւ հենց որ այդ խաբեության հետ շփվում են, անմիջապես լքում են։ Երբ որ գաղափարախոսությունը իր մեջ թերություններ ունի, հասկանում եք, որտեղ սա նրանք ովքեր ճշմարտություն են ման գալիս, իրենք շատ բանական հոգիներ են։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ուրեմն, այ կրոնականությունը ինքը, այո, իր շարժիչ ուժը, սա ենք չէ խոսում այսքան ժամանակ, իր շարժիչ ուժը դա գիտելիքն է։ Գիտելիք, որտեղ Աստված ներկայացվում է այնպիսին է, ինչպիսին է, որ ինքը կա, այսինքն անսահման հրապուրիչ։ Հիմա պայմանավորված հոգու համար որ անձնավորությունն է անսահման հրապուրիչ։ Անսահման հրապուրիչ է այն անձնավորությունը, որը ինքը գեղեցիկ է, երիտասարդ, կյանքով լի, ուժեղ, բայց եւ իմաստուն, հա? Բարի փառք ունի, որովհետեւ լավ հարաբերություններ ստեղծել գիտի։ Եվ անկախ է։ Այդպիսի անձնավորությունը ինքը կարող է լինել հրապուրիչ։ Եվ արիացիների գիտելիքը Աստծո մասին հենց այդպիսին է։ Իրենք նկարագրում են եւ նրա գեղեցկությունը, եւ նրա երիտասարդությունը, եւ նրա ուժը եւ նրա իմաստությունը, նրա արդարությունն ու բարիությունը։ Հասկանում եք։ Չէ՞ սիրելիներս։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ երբ որ կան սա այս թեմայի մասին ենք խոսում, որ այդ գիտելիքը երբ որ կա, ահռելի նշանակություն ունեն այն ազնվորությունները, ովքեր այդ գիտելիքը մաքուր վիճակում են պահում։ Հիմա երկրորդ հարցը. ովքեր կարող են գիտելիքը պահել մաքուր վիճակում։ Միայն մաքուրները։ Եվ սա արիական քաղաքակրթության այս հիմքերից հիմքն է։ Հասկանում եք, այդ երբ որ ես ասում եմ, ես խնդրում եմ, փորձեք պատկերացնել ես ինչ եմ ասում։ Երբ որ ես ասում եմ հասարակական ոչ մի դիրքում, ոչ հոգևորականների, ոչ իշխանավորների, ոչ արտադրող առևտրականների, ոչ էլ բանվոր գյուղացիական դասակարգի մեջ արիացիները ոչ մի արատավոր մարդու, ոչ մի, հասկանում եք, առանց բացառության, ոչ մի արատավոր մարդու թույլ չէին տա, որ ինքը ինչ-որ մի պատասխանատու դիրք ունենար։ Ինչու՞, որովհետև իրենք սա է, չէ՞, մենք ձեզ այս ամեն ինչ չեմ արեք քննարկում, ես ամեն անգամ սա ասում եմ։ Մենք քննարկում ենք, որ հասկանանք, թե արիացիները ոնց էին կառուցում երջանիկ հասարակություն։ Ինչպես կարող է անձնավորությունը ինքը կարողանալ կառուցել երջանիկ հասարակություն, եթե հոգևորականները կեղտոտ են, իշխանավորները կեղտոտ են, առևտրականները կեղտոտ են, բանվորները կեղտոտ են։ Ինչպես դու կարող եք ասել, ինչի հաշվին պիտի։ Այսինքն կեղտոտը ինքը ինչպես կարող է արժանի լինի երջանկության։ Կարող եք ինձ այդ բանը բացատրել։ Աստվածամերժության դարաշրջանում հաջողության, այո, խնդրեմ։ Աստվածամերժության դարաշրջանը այս դրա համար էլ ստեղծված է, որ աստվածամերժերը լինեն հաջողակ։ Սա այդ կենդանիակների դարաշրջանն է։ Եթե ձեզ դուր չի գալիս այդ դարաշրջանը, բոլոր պրետենզիաները ինքներս մեզ։ Իսկ ով էր մեզ խնդրել, որ մենք ծնվենք այս դարաշրջանում։ Մենք ենք, չէ՞, մեզ բերել այստեղ։ Ուրեմն այստեղ կան ինչ-որ սկզբունքներ, որոնք մեր դուրն են գալիս։ Կամ էլ այնքան մեղավոր ենք, որ հայտնվել ենք այստեղ, որ անբարենպաստ, այսպես էլի, այ բացարձակապես երջանկություն չտվող հասարակությունների մեջ ապրենք։ Չէ՞, որովհետև սա կամ կարմա է, կամ ընտրություն։
Ընտրություն է նրանց համար, ովքեր որ աստվածամեժության դարաշրջանում հաջողակ են, եւ կարմա է նրանց համար, ովքեր որ շատ մեղքեր են գործել անցյալ կյանքերում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այսա մենք պիտի հասկանանք, էլի։ Եվ ուրեմն տեսեք, այդ երբ որ մենք ասում ենք կա իրական գիտելիք Աստծո մասին, չէ՞։ Հիմա այդ պայմանավորված հոգի, երբ որ մենք ասում ենք, պայմանավորված հոգին ինքը էգոիզմով աղտոտված հոգին է։ Էգոիզմով եւ նախանձով։ Այ հոգևոր աշխարհից ինքը այդ խնդրով է եկել այստեղ։ Երեք բան է ուզում. բավարարի նախանձը, բավարարի անկախությունը, բավարարի առավելությունը, այդ առավելության ցանկությունը ուրիշների հանդեպ։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ես մշտական ասում եմ, չէ՞ որ ես երազում եմ, որպեսզի հայերը ընդունեն գոյավիճակների օրենքը։ Հասկանում եք։ Այո, երազում եմ, որովհետև ես հասկանում եմ, թե այդ գոյավիճակների օրենքը հասկանալուց հետո ինչ խնդիրներ կարելի է լուծել։ Եվ հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այ ազնվորությունը ինքը տգիտության գոյավիճակի ազդեցության տակ է։ Սա ինչ է նշանակում, որ ինքը սահմանափակ ընկալում ունի։ Եվ ամենակարևոր որակը տգիտության մեջ, մարդը ինքը սևը ընդունում է սպիտակի տեղ, սպիտակը սևի։ Ինքը սրիկային կարող է ընդունել որպես սուրբ եւ հերոս, իսկ հերոսին կարող է գնահատել որպես տականք։ Իսկ սրբին չգիտեմ որպես ինչ։ Սրբին կարող է խաչել, գողին կարող է ասել բաց թողեք։ Հերո չգնանք։ Այսա տգիտության գոյավիճակի ազդեցությունն է, հասկանում եք։ Հիմա այդ տգետ ազնվորությունը, երբ որ ինքը մոտենում է իրական հոգևոր գիտելիքին, ինչ է անելու։ Ինքը այդտեղ ինչ է հասկանալու։ Ինչ է կարողանալու պահել այդ իմաստը մաքուր տեղը։ Կարողանալու է, իհարկե չի կարողանալու։ Ինչ է անելու ինքը։ Ինքը հոգևոր գիտելիքը աղավաղելու է այնպես, որ հնարավոր լինի այդ գիտելիքը օգտագործել ուրիշ կենդանիներին բռնանալու համար։ Այսինքն իշխանություն ունենալու համար։ Հա, հիմա կրկոտները, հա, կրկի գոյավիճակի ազդեցության տակ ազնվորությունը։ Եթե այդ մաքրամաքուր գիտելիքը հիմա հանձնես կրկոտի ձեռքը, հիմա ինքն է գլխավոր տեղափոխողը հոգևոր գիտելիքի։ Ինքը ինչ է անելու հոգևոր գիտելիքի հետ։ Ինչ է անելու։ Ինքը հոգևոր գիտելիքը օգտագործելու է այնպես, շեշտերը դնելու է այնպես, որ արդարացնի կրքի գոյությունը։ Եթե մենք վերցնենք արեական քաղաքակրթությունը, դրա համար ահռելի դաշտ է մահապարատան։ Հասկանում եք, որտեղ ինքը ամեն քայլափոխում կասի, այստեղ այս գիրքը կարելի է բավարարել, այստեղ այս գիրքը կարելի է բավարարել, հա։ Եվ վերջ, ինչ Աստված, ինչ եսի միջ, նույնիսկ Աստծո կյանքը կդիտարկվի գիրքը բավարարելու իրավունք ունենալու տեսանկյունից։ Հիմա ավելի բարձր գնացինք։ Իսկ ինչ կանի գիտելիքի հետ, նա, ով որ առաքինության գոյավիճակի ազդեցության տակ է։ Ինքը գիտելիքը կսահմանափակի պարտականություններ կատարելու անհրաժեշտությամբ։ Հա? Եվ ամենամեծ պատալոկը, որ ինքը կքննարկի, դա պարտականություններն են։ Այսինքն բարոյականության դաշտը։ Причем պարտականություններ այդ տենց, որ անկախ նրանից երջանկություն են բերում, թե չէ, պարտավոր ես անես։ Ու վերջ։ Հասկանում եք, այդտեղ ամեն ինչը կորավ, չէ՞։ Ամեն ինչը։ Միտեղ Աստված կներկայացվի որպես բռնակալ, մյուս տեղ Աստված կներկայացվի որպես կրքերին աջակցող։ Այն մյուս տեղը Աստված, օրինակ ասենք, ինչ է նշանակում, էլի կրքոտ մարդը, որ ինքը մեղքերի մեջ թաղված ամբողջ օրը
տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ, այսինքն նարկոտիկներ ընդունելով, չգիտեմ ինչ անբարոյական բաներ անելով, եսիմիջ գալիս է հասնում է парքին, հետո ասում է ինձ դա Աստված տվեց։ Կներեք, էլի հարց եմ տալիս, հետո Աստված ով է դուրս գալիս։ Այն ազնվորությունը, որը ինքը ամբողջ կյանքում պատականության բերի տակ ճկռված ման է գալիս ու իրան մի հատ ասեղ նույնիսկ Աստված չի տալի, այդ մարդը կանգնում է, ասում է ինձ սա Աստված է տվել, դեղ Աստված ով դուրս եկավ, այդպիսի Աստծուն հնարավոր է սիրել։ Մի անգամից այդ բանն է չէ գալիս, որ Աստծու սրտի մեջ ոչ մի արդարություն չկա։ Հասկանում եք։ Հիմա այդ բարոյականները իրանք գոնե ինչ-որ մի հատ արդարություն են մտցնում Աստծո պատկերի մեջ։ Բայց իրականում Աստծո իրական կերպարը, իր իրական բնությունը կարող են պահպանել միայն տրանսցենդենտալիստները։ Հասկանում եք։ Միայն նրանք, ում վրա նյութական աշխարհը չի ազդում, ում մոտ բաց է հոգևոր ճշմարտությունը ընկալելու ունակությունը։ Հա, եւ այդպիսի մարդիկ իրանք այդպես չէ, որ իրանք դժվար է ճանաչելը։ Որտեվ իրանք այնպիսի բաներ են ասում Աստծո մասին, իր մասին ոչ մեկ ռիսկ չի անում այդպիսի բաների մասին խոսալ։ Երբ որ իրանց հետ շփվում ես, հոգիդ փառապանվում է նրանից, թե Աստծո ինչպիսի կերպար ես դու ստանում։ Հա, հիմա սա ինչով է կարևոր, որովհետև Աստծո եւ հոգու մասին գիտելիքն է, որ Աստղ է դառնում կենդանի եղքի համար, որին ինքը սկսում է ձգտել եւ ներքին աշխարհով արդեն քայլեր է անում դեպի Աստված։ Այդ դրա ինքը առաջին հերթին ներկայացվում է, թե ինքը ինչքան լավն է, եւ որ կենդանիակը ինքը կոպիտ ասեմ, էլի մտածում է, որ այսպիսի ազնվորության հետ ես կուզենայի ապրեի, հաջորդ քայլով ինքը ասում է, բայց դու էլ պիտի չէ լավը լինես, որ իմ հետ ապրես, թե չէ, որ ես լավն եմ, պետք է քեզ ահավես, բա քո նման կներեք այլանդակին ես տանեմ ինձ համար որպես շփում, որ ինչ անեմ։ Հասկանում եք, այս բանաձևը ինքը շատ կարևոր է հասկացողության համար։ Երբ որ ազնվորությունը ինքը դա հասկանում է, որ Աստված ինքը այսպիսին է, այսպիսին է։ Իսկ ես ով եմ вообще, ես ինչ, հենց հիմա Աստված իմ առաջ հայտնվի։ Ես իրան իմ ատելություններից, կապվածություններից, մոլորվածությունից, նախանձից, չգիտեմ ինչից բացի, ինչ կարող եմ առաջարկել ռեալ որպես ազնվորություն։ Ոչ մի բան, այդտեղ է որ դու նկատում ես, թե դու իրականում ով ես։ Եվ այդտեղից է սկսվում իրական ներքին հոգևոր ճանապարհը, երբ որ դու դառնում ես շահագրգռված, որ հոգիդ մաքրվի։ Իհարկե, այնքան սրիկաներ կան, որոնք իրանք մտածում են, հասկանում եք, որ մարդկանց առաջ թատրոն խաղալով, որ իրենք հոգևոր են, եւ սատանայի ճուտեր լինելով հանդերձ, մտածում են, որ ոնց որ մարդկանց են կարողացել խաբել, տենց էլ Աստծուն են խաբելու։ Չի հաջողվում այդպիսի բաներ անելը։ Չի հաջողվում։ Հազարավոր դեմոններ միշտ Աստծուն մարտահրավեր են նետել եւ հազարավոր դեմոններ միշտ պարտվել են իրեն։ Հասկանում եք։ Եվ այն հանգամանքը, որ այդպիսի ազնվորություններ իրանք նյութական աշխարհում ինչ-որ ժամանակավոր հաջողություններ ունեն, դա միայն այն պատճառով է, որ նյութական աշխարհը ինքը հենց այդպիսի կենդանիակների համար է ստեղծված։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս մշակույթը, որ այստեղ նկարագրվեց, այս մթնոլորտը, հասկանում եք, որ այդ էսեք ասենք նկարագրվեց Տեր Բրահմայի դիրքը, չէ՞։ Ինքը որպես ազնվորություն, իր ներսում, ինչ շարժառիթներ ունի, չէ՞։ Այս սրանից է սկսվում մարդը։ Կենդանի էակը, այն նյութական գոյությունը ինքը սրանից է սկսվում։ Ես կամ, հենց որ ես հասա գիտակցական մակարդակի, երբ որ արդեն, որտեվ երբ որ
Մարդը կենթանիակը ինքը նյութական աշխարհում երբ որ ծնվում է, ինքը անցնում է մի հատ շատ կարևոր этап, դա կայացման этапն է, չէ՞, որ մարմինը ինքը դեռ փոքր է, դեռ թույլ է եւ կենթանիակը ինքը չի կարող պատասխան տա, ինքը դեռ ինքնուրույնություն չունի, հա, բայց հենց որ ինքը եկավ ինքնուրույնության դաշտ, հասկանում եք, всё, ինքը ձեռք բերեց այդ հնարավոր բանը, չէ՞, այդ պատասխանատվությունը, որ ես կամ ինչով եմ ես դուրս գալիս արտաքին աշխարհ։ Ես որպես ազնվորություն ամեն մի այն ազնվորության, որին հանդիպում եմ, ինչ կարող եմ տալ։ Ո՞րն է էգոիզմի պլատֆորման։ Ցանկացած մարդում հանդիպում եմ, ինչ կարող եմ վերցնեմ։ Առաքինության գոյավիճակ։ Եթե վերցրեցի, իսկ ինչ կարող եմ տամ։ Հա? Եվ տրանսցենդենտալ։ Ինչ էլ ուզում ես ստանամ։ Ինչ կարող եմ տալ այս աշխարհին։ Հասկանում եք։ Եվ այդ ամեն մի մարդու այդ պատասխանը Տեր-Բրաբանիկը ասեց, մինչև չհասկանամ, թե ես ինչ այն ինչ որ ես կարող եմ։ Ինքը ինչ ասեց, ես հասկանում եմ, որ կարող եմ արարեմ։ Բայց համ էլ հասկանում եմ, որ կա այս դիեզերքի ղեկավարը։ Եվ դա նշանակում է, որ եթե ես կարող եմ արարեմ, ես պիտի արարեմ այնպես, ինչպես որ դու ես մտածում, որ ես պիտի անեի, այլ ոչ թե այնպես, ինչպես ես եմ երևակայում։ Հա? Եվ այդտեղ ես դատապարտված եմ։ Միշտ անել առաջին հերթին ճիշտ, որտեղ նյութական աշխարհում ամեն ինչը չի որ գեղեցիկ է, բայց ամեն ինչը պիտի լինի ճիշտ։ Ինչի համար, որպեսզի այդ կարմիչիսկի ռեակցիի, այդ ճակատագրի բաները, ռեակցիաները, բառը չեմ գտնում էլ հիմա կներեք, հա, իրանք ճիշտ կայանան։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ այո, ես պիտի հասկանամ, որն է իմ ճիշտը։ Չէ՞։ Եվ մեկ այդ օրինակը տեսանք։ Հիմա այստեղ այս տեքստերը իրանք շատ գեղեցիկ էին։ Շուկադեվո Գոսվամին ինքը եւս մի անգամ այդ հոգևոր գիտելիքի այդ ոնց ասեմ էլի, այդ համիմաստով, համակրությամբ լիքը տեղափոխման process-ի մասին է գնում, չէ՞։ Հասկանում եք։ Այդ երբ որ ուսուցիչը ինքը լիքն է ճշմարտությամբ, հա? Եվ տեսեք օրինակ, եթե դուք շփվում եք մի ազնվորության հետ, որի ուսուցիչը լիքն է եղել ճշմարտությամբ, չէ՞։ Եթե դուք ընդհանրապես նկատող մարդ եք, դուք անպայման կգաք այդ մտքին, հա, երնեք սրա, այ երնեք սրան, այս ինչ ուսուցիչ է ունեցել, այս ինչ հարստություն է ստացել այս մարդը իր ուսուցիչից։ Հասկանում եք, եւ այ դա, это таинство, դա շատ գողտրիկ, երջանկությամբ ու ուրախությամբ լի process է։ Ինչու համար, որովհետեւ գիտելիքը ինքը մաքուր վիճակում է պահպանված։ Եթե մենք գործ ենք ունենում հոգևոր ուսուցչի հետ, որը ինքը գիտելիքը մաքուր վիճակում պահպանող է, չէ՞։ Ինքը մեզ լուսավորում է այդ գիտելիքը մեզ լուսավորում է։ Լուսավորված վիճակում, այ ոնց որ արևը երբ որ դուրս է գալիս, ոչ միտեղ մութ չի մնում, չէ՞։ Ինչ է մնում։ Մնում է մենակ մեր ստվերները։ Ուրիշ ոչ մի բան, չէ, արևը ամեն ինչը լուսավորում է։ Այն նույնպես, երբ որ մենք ճիշտ գիտելիք ենք ստանում եւ գործ ունենք այնպիսի ազնվորության հետ, որը ինքը տրանսցենդենտալ գիտելիք ունի եւ ինքը տրանսցենդենտալ է, այդ գիտելիքը կարողանում է պահպանել անփոփոխ եւ վերանցական վիճակում, հասկանում եք, ոչ մի նյութական աշխարհի գոյավիճակներով չախտոտված։ Ես շատ մեծ փորձ եմ կատարելու այդ ճիրաններից դուրս բերել
Աստծո մասին գիտելիքը, որ Աստծո հոգևոր աշխարհի իրականությունը նյութական բարոյականությունից կախված չի։ Այնտեղի բարոյականությունը լրիվ ուրիշ բարձրություն ունի։ Նյութական աշխարհի բարոյականությունը դա կենթանի էակի էգոիզմը եւ տրփանքը ղեկավարելու միջոց է։ Այնտեղ ոչ մեկ այդ երկու կեղտերը չունի իր մեջ, որ ստիպված լինի բարոյականության օրենքներին հետևել այնպես, ինչպես պիտի հետևեն նյութական աշխարհում։ Մենք շատ մեծ ռուսերեն ասում են разрыв շաբլոնը, հա, այդ շատ մեծ ենք ունենալու, հասկանում եք։ Եվ դրա համար շատ կարևոր հայտարարություն էր, որ արեց Բագավատամը իր առաջի տեքստերով, երբ որ ինքը ասեց, ես արհամարում եմ այն կրոնը, որը ինքը նախատեսված է նյութական կյանքը կարգավորելու համար։ Սա չի նշանակում, որ այդ կրոնը ինքը արժեք չունի։ Այդ կրոնը արժեք ունի նրանց համար, ովքեր տգիտության եւ կրկերի գոյավիճակների ազդեցության տակ այնտեղ են, ոբշեմ, հա? Երբ որ ազնվորությունը ինքը գալիս է կրոնականության դաշտ, այո, առաջի քայլով ինքը պիտի բարձրանա առաքինության գոյավիճակ։ Իսկ դա բարոյականության դաշտն է, իհարկե։ Բայց դրանից հետո կա տրանսցենդենտալը, որը ինքը ոչ մի կապ չունի նյութական ոչ մի բանի հետ։ Եթե մենք դա չհասկանանք, մենք չենք կարողանա հասկանալ, թե ինչպես է ձևավորվում հոգևոր երաժշտությունը։ Հասկանում եք։ Եվ Բագավատամը ինքը մեզ հենց դա է սովորացնելու։ Եվ այստեղ մենք տեսանք այդ օրինակները, հա, Բրահման, որը ինքը նստած էր լոտոսի ծաղիկի վրա, հայտնվել էր եւ չէր հասկանում ոնց է հայտնվել։ Փորձում էր հասկանալ իր գոյության, իր ծնունդի, իր հայտնության, այդ որ ինքը կա, դրա արմատները։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց տվեց, որ այդ արմատները բանականության միջոցով դու երբեք չես կարողանալու հասկանալ։ Հա? Բավ ինչի միջոցով։ Միայն Աստծո ողորմածությամբ։ Եվ դու պետք է կենտրոնանաս իմ վրա։ Ես պետք է տեսնեմ, որ դու ռեալ ուզում ես, ռեալ պատրաստ ես հասկանաս, որ ես կամ եւ որ քո գոյության արմատը իմ մեջ է։ Այդ ժամանակ ես դա քեզ ցույց կտամ, հա։ Հետո մենք տեսանք Վյասադևային, որը ինքը Սարասվատի գետի ափին, այսինքն գիտելիքի աստվածուհու գետի ափին նստած ստացավ Նարադամունիից ուրեմն հատուկ ցուցմունքներ եւ նկարագրեց ամբողջ հոգևոր դաշտին վերաբերող գիտելիքը, հա, մաքրամաքուր կերպով այդ գիտելիքը տեղափոխեց Շուկադեվը Գոսվամին։ Շուկադեվը Գոսվամին ինքը բացարձակ հրաժարման մեջ ման էր գալիս այնպես, որ կանայք եւ երեխաները իրան խելագարի տեղ դրած քարեր շպրտելով հետևից ման էին գալիս։ Հետո տրանսցենդենտալիստները հասկացան, որ ինքը բարձրագույն իրականացում ունեցող ազնվորություն է եւ ընդունեցին իրանց որպես հոգևոր ուսուցիչ։ Եվ հիմա ինքը եկել լոտոսի նման եկել նստել է այդտեղ եւ այդ գիտելիքը տեղափոխում է բարիք շտին, որի սիրտը նույնպես մաքուր է։ Ինչով է մաքուր։ Ինքը ինչ-որ մի հատ սխալ արարք արեց։ Եվ որ ինքը այդ սխալ արարքը արեց, ինքը վախկոտի նման չէր աղաչում Աստծուն, որ Աստված ջան ինձ կներես, անգամ չպանջես, էլ չեմ անի, երդվում եմ մենակ ես անգամ չպանջես։ Ինչ որ մենք ենք անում։ Ինքը համարձակ նայեց իր արատավոր արարքի աչքերի մեջ եւ ասեց, եւ եթե ես այդ արարքը գործել եմ, ուրեմն թող պատիժը գա ինչքան հնարավոր է շուտ, որովհետեւ ես այլևս երբեք այդպիսի բան չանեմ։ Հասկանում եք։ Այս ամենը ինքը լիքն էր մաքրությամբ, անկեղծությամբ, վեհությամբ։ Հասկանում եք, հոգիներով, որոնք իրենք ոնց ասեմ, էլի քայլի են ընդունակ իրանց ներսում։ Մաքսիմիլիոն Թակուրը իմ ուսուցիչը ինքը մի շատ այսպես կարևոր օրինակ է վերում, բան, Սատկաս ձկի։ Դուք երբևիցե ծովի ափին տեսել եք Սատկաս ձուկ։ Սատկաս ձուկը ինքը բարձրանում է ջրի վերև։
հետո նոր խորտակվում է, հա, ինքը բարձրանում է ջրի վերև, ու ասենք նրանք ովքեր որ ակվարիումում ձուկ են պահում, գիտեն, որ երբ որ ձուկը սատկում է, ինքը փորի վրա բարձրանում է ջրի վերև։ Եվ այդ երբ որ ծովը ինքը բերում է այդ դիակը դեպի, ասենք, ափը, չէ՞, այդ դիակը ինքը մի պահ այսպես ալնում էլի, որ մեկ եթե ալիքը մեծ է, այդ ալիքը իրան շպրտում է ափ։ Հետո երբ որ ինքը հայտնվեց ավազի վրա, ինքը այդտեղ մի որոշ ժամանակ մնում է։ Փոքր ալիքները գալիս են։ Հետո մեկ էլ ինչ-որ մի հատ մի քիչ ավելի մեծոտ ալիք է գալիս, նորից այդ ձուկը վեր բան է անում, բարձրացնում, տանում է հետ։ Հա։ Եվ այդպես ինքը ասես մշտական այդ ափի մոտ, ուրեմն մեկ էս մոտիկ ալիքներում, որտեղ այնտեղ էլ հա ալիքները վրա գալիս են, չեն թողնում որ լրիվ ծովի մեջ գնա, հա, տենց մեկ ալիքի մեջ է, մեկ շպրտվում է ափ, մեկ նորից ալիքի մեջ, մեկ նորից ափ, չէ՞։ Եվ դա ինքը ասում է, այ շատ ու շատ, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, շատ ու շատ կենդանիակներ իրանք նման են այդ սատկած ձկան, որ կյանքը տանում է, այնտեղ էլ գնում են, հա, եւ իրանք իրանց մեջ միզերնի փոքր հոգի են, փոքր հոգի մարդը, փոքր հոգի կենդանիակը ինքը չի կարող անի վեհ քայլեր։ Հասկանում եք։ Իսկ հոգևոր կյանքը ինքը ներքին վեհություն է պահանջում, այդ քայլանելու ունակությունը։ Եվ այո, առաջի քայլերով իրական հոգևոր ճանապարհը ինքը եթե աստվածամեժության դարաշրջանում ես չեմ կարող ասել լիակատար, բայց ահագին թեթևացնում է կենդանիակների բեռը, այն մեղքերի բեռը։ Եվ մարդը ինքը կարող է դա զգալ, երբ որ շփվելով հոգևորի հետ, թեթևություն է զգում։ Այդտեղ կա երկու ճանապարհ։ Մեկը դա մեղանչելու ճանապարհն է, հա, երբ որ կենդանիակը ինքը մշտական զբաղված է իր հերթական ինչ-որ մի հատ բացական բանը իր մեջ հայտնաբերելով, հետո այդ բանի հետ աշխատելով եւ այդ երևույթից ազատվելու process-ով, չէ՞։ Կան այդպիսի մարդիկ հիմա կան։ Ես նայում եմ, ասենք, YouTube-ը ինքը մեկ այդպես կա բաներ է գցում, դա մեզ տեսնում ես, որ անձնավորությունը ինքը ռեալ անկեղծ ինչ-որ մի process-ով զբաղված է եւ դա բակցին չի, ինքը զբաղված է ինչ-որ մի process-ով, որտեղ ինքը իրան մաքրում է։ Եվ այդ մաքրությունը արդեն իր աչքերի մեջ դրված է։ Կան իհարկե շատ կան սրիկաներ, որոնք իրանք ձևացնում են, խափում են, եսի միջ, բայց կան եւ շատ այսպես անկեղծ աչքեր ունեցող էլի, այն այստեղ արդեն մաքրված, շատ բավականին մաքրված, այսպես ասեմ, կենդանիակներ կան էլի, որ հավես ես անում նայես, չէ՞։ Ուրեմն տեսեք, մենք ձեզ հետ այստեղ հիմա մշտական շփվելու ենք կենդանիակների հետ, որոնք իրենք այդ ներքինից քայլանող են, իրանք սատկած ձուկ չեն։ Եվ մենք կտեսնենք, թե այդպիսի անձնավորությունները ինչպիսի արագությամբ են կարողանում հոգևորի մեջ արդյունք ստանալ։ Հասկանում եք։ Եվ այսօր այսքանը, ծերիներս, մնացած արդեն կնարկենք վաղ։ Ստեսություն ձեզ, ես ուրախ էի վերադառնալ, տխրում էի առանց այս process-ի, չգիտեմ ինչպես դուք։